Գանք վարեմ մարեմ բալկոնին, քրեական մեկ կամ մի քանի գործի պատմություն է սա, Գյումրու հայտնի պատշգամբ, հարգելի հայրենակիցներ, զբոսաշրջիկներին եմ զգուշացնում, զբոսաշրջային ծառայություններին եմ զգուշացնում, այդ պատշգամբը հուշարձան է, որտեղ նկարահանվել է այդ անկյունում, ահագին բան է նկարահանվել մեր Մկրտչյանի, Ալբերտ Մկրտչյանի մեր մանկության տանգոն ֆիլմից, Ֆրունզիկ Մկրտչյան եւ Գալյանովեն, Ազատ Կասպարյան եւ այլն, գիտեք, մի խոսքով իկոնային, հա, շատ խորհրդանշական զբոսաշրջային տիրույթի է վերածվել դա։ Այն որ խորհրդային միության զբոսաշրջիկները գիտեն Միմինոն, Նիգարյուի բան, հա, սրանք գիտեն, հա, եւ շատ քիչ գիտեն մեր մանկության տանգոն ֆիլմի մասին, Ֆրունզիկով տարված շատ շատերն են գալիս Գյումրի, ուզում են տեսնել իհարկե թանգարանը եւ իհարկե պատշգամբը, դպրոցներ, բաներ, հազարավոր այդ պատի վրա, որտեղ մոզաիկայով մեր ընկերները հուշամատյան պատ են ստեղծել, 10 քանի հազար անուն են այնտեղ գրված, գիտեն, երևի մարդ չի մնացել, որ չիմանա, ու այդ պատշգամբը եւ ընդհանրապես այդ շենքը համարվում է պետական նշանակության հուշարձան, ոչ թե համայնքային, քաղաքային նշանակ, այլ պետական։ Բայց չենք մոռանում, որ այդ պատշգամբն ու շենքը գտնվում է Գյումրի քաղաքում։ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն համայնքի տարածքում որևէ շինություն քանդելուց առաջ, որևէ շինություն մասնավոր տարածքում կլինի, մարդը իր փեդից ինչ անունը քարաշեն, հիմնական շինություն, փեդից չէ։ Զուգարանը կոմը կուզենա քանդել, առավել եւս հուշարձանը կուզենա քանդել, փողոցը կուզենա քանդել, պիտի ունենա համայնքապետի գրավոր թույլտվությունը։ Չզարմանաք, մարդ կա, ասենք իր սեփական բագում սարքում է, քանդում է, չի գրանցում, կադաստրում, չափագրում չի անում, պետությունն էլ զահլա չունի, խորանա, թողնենք հələ այդ հատվածը։ Մենք հիմա խոսում ենք պետական նշանակության մշակութային հուշարձանի մասին, որը գտնվում է համայնքի տարածքում, համայնքի հողի վրա եւ մասնավոր սեփականություն չէ։ Եթե նույնիսկ լիներ, դա քանդելու համար քանդողը պիտի ստանար համայնքապետի թույլտվությունը։ Պարզ է, չէ՞։ Հիմա այդ շենքը վերականգնելու համար պատշգամբը եւ այլն անցած տարիներին մի քանի անգամ տարբեր կազմակերպություններ դիմել են կառավարությանը, նախագիծ են ներկայացրել, վերականգնենք, փրկենք եւ այլն, որ չփլվի մարդկանց վրա։ Եվ բարբերաբար եղել է, որ կառավարությունը ասել է դեմ չեմ։ Ղրկել է Գյումրու ավականուն, ավականին էլ տվել է իր համաձայնությունը, որոշում են կայացրել այն ժամանակ, որպիսի այդ ցանկություն հայտնածը իր նախագծով կա վերականգնի։ Այդ մասին ես մի քանի հաղորդում արել եմ, հարգելի հայրենակիցներ։ Եկել են պաստառներ են փակցրել, այդ ժամկետներն անցել են, բան չեն արել, չեղարկել են այդ թույլտվությունը։ Անցած տարի աշնանն էր, սեպտեմբեր, եթե չեմ սխալվում, Սամվել Կարապետյանի բարեգործական տաշիր, հա, հիմնադրամը, այնտեղ գուցե անվան մեջ մի քիչ շփոթեմ, հա, բայց հասկացաք, խոսքը ում մասին է, ինչ կազմակերպության մասին է։ Կառավարությունից ստանում է այդ համաձայնությունը, որ ախպեր գնա եւ վերականգնիր այդ պատշգամբը եւ այդ շենքը, այդ հատվածը։ Շենքը իհարկե շատ մեծ է։ Համաձայնում է կառավարությունը, թույլտվություն է տալիս, ավականինը համաձայնում եւ պիտի վերականգնեին։ Այս ամբողջ պատմածից մեջ ենթադրվում է ժողովուրդ ողջամտորեն, տրամաբանորեն, որ ֆորմալիստական մասը, ձևական մասը պահվի պիտի, այսինքն կազմակերպությունը վերականգնման նախագիծ պիտի ունենա։ Էսքիզ, հետո նախագիծ։ Էսքիզը պիտի անցներ Գյումրու համայնքապետարանով, քաղաքաշինության խորհրդով, մարզպետարանով, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության մասնագետների ծերի տակով օրենքով եմ ասում։ Եվ քաղաքաշինության նախարարություն, քաղաքաշինության կոմիտե, քաղշին կոմիտե։ Բոլորը պիտի նայեին, թերությունները շտկել տային, ասեին, սա այսպես, փայտանյութը այսպես, քարատուֆ, այս ինչ է, այս ինչ, այն ինչ է, այն ինչ։ Ուրեմն շինարարական հրապարակի նախապատրաստումը, սխեման, ինչ ճանապարհ է փակվում, ինչ ճանապարհ չի փակվում եւ այլն։ Հետո էսքիզը դառնում է նախագիծ, արդեն մանրակրկիտ, չափեր, սանտիմետր, միլիմետր, այս կոմենկոմ, էլի անցնելու էր այդ բոլոր ատյաններով, սա օրենքի պահանջն է Գյումրու Կումայրի արգելոց թանգարանի ամբողջ տարածքի համար։
Այդ տարածքը 400 հեկտար է։ 400 հեկտար։ Քաղաքի հին տարածքի մեծ մասը։ Հետո միայն, այսինքն այդ նախագծի մեջ երևում են ժամկետները, շինանյութը, կռունկը որտեղ պիտի կանգնի, ամբողջը պիտի երևա, մատյան է, ունեմ ստեղ մատյաններ, կարող եմ ցույց տալ, ովքեր անցել են այդ։ Հետո գալիս է համայնքապետի դուռը, կապ չունի, որ դա պետական մշակութային օբյեկտ է։ Համայնքապետը թույլտվություն է ստորագրում, կամ համայնքապետի պաշտոնակատարը, էական չէ։ Անցած տարվա վերջի դեպքում խոսքը ուրեմն Վարդան Ղուկասյան եւ հետո առաջին տեղակալ Ավետիս Առաքելյանի մասին է խոսքը։ Իհարկե նաև քանդելու թույլտվություն։ Տեղական турքեր կան այդտեղ մանր-մունր, հարցեական չէ, ասենք քանդելու թույլտվությունը 15000 դրամ է, շին թույլտվությունը կախված շենքի մագերեսի չափից ուրիշ է, ավականին է հաստատ։ Հարցը այդ չէ, հարցը այն է, որ այդ բոլոր թղթերը, ժամկետները, նախագիծը բանը Գյումրու համայնքապետարանը պետք է ունենար, որպեսզի ստորագրեր համայնքապետ, ասեր ախպեր գնացեք եւ սարքեք։ Հետո պետք է տեղի ունենար հսկողություն։ Ժամկետում եք սարքում եք, չեք սարքում, ինչի չեք սարքում, ժամկետը խախտել եք, արի հələ պատասխանատվության եւ այլն։ Գումարած իհարկե քաղաքաշինական կոմիտեի եւ կրթության, մշակույթի, գիտության, սպորտի նախարարության ուշադրությունը, որտեղ շեշտում եմ նորից, դա պետական նշանակության հուշարձան է։ Հիմա այդ շենքը բրախել են ծմրանը, քանդել են բալկոնը, խայտարակ ձևով այդ պատշգամբը քանդել են, չգիտեմ ինչ են արել այդ փայտանյութը, կիմանանք, եկուս մյուս օր պարզ կլինի։ Բերել են այդ փողոցը, փակել են, ավտոմոբիլային երթևեկությունը փակ է, թողել են մայթի մի այսպիսի նեղ կտոր, մարդկանց անցուդարձը, զբոսաշրջիկների հետաքրքրությունները կտրուկ ընկել է, գնալ ինչ նայես, երկաթե բաներ, ամրաններ են դեմ տված պատին, որ պատը չփլվի, ամբողջ ծմեր բրախած է եղել, ամբողջ գարուն բրախած է եղել, ամբողջ ամառ բրախած է, կոշտ չկա դրա վրա, քարոզարշավի էթապում էլ արդարացումներ էին բերում, իբր թե բարեգործության արգելքը քաղաքական այս process-ների ժամանակ թույլ չի տալիս սարքել։ Կապ չունի, դա բարեգործական հիմնադրամ է, Տաշիր, հա, կարծեմ, անունը ճշգրիտ չեմ հիշում, կարող է երկար անուն է, հիմնադրամ է եւ դրա վերականգնողը, վերականգնելու դիմումը ուժեղ Հայաստան կուսակցությունը չի եղել տված։ Անցած տարվա սեպտեմբերին ամառը ուժեղ Հայաստան կուսակցություն չկար, ուժեղ Հայաստան կուսակցությունը ստեղծվել է հունվարին այս տարի։ Եվ կապ չունի դա նրա հետ։ Այսինքն այդ բարեգործության արգելքը մեջ բերելը ընդհանրապես արդարացում է այն բանի, թե ինչի գործ չեն կանում վրեն։ Հիմա, եթե գործ չի արվում, հարցեր են առաջանում։ Շին թույլտվություն եղել է, նախագիծը կա դրա, ժամանակացույցը կա։ Եթե առանց շին թույլտվության եւ առանց քանդելու թույլտվության է քանդվել այդ պատշգամբը, քրեական գործ է, ընկերներ։ Եթե մեկ անգամ իր հողամասի մեջ, Գյումրի քաղաքում, ինչ որ շենք է սկսում սարքել առանց նախագծի, 200 հոգի գալիս գլխին կանգնում է, տուգանելու ենք, չի կարելի, նախագիծ չունես, շին թույլտվություն չունես, իսկ այդ շին թույլտվությունը պատմեցի, չէ, ինչ օղակներով է գնում։ Գյումրի կենտրոնում սարքելիք Կումայրի արգելոցի տարածքում, դա ոչ միայն Կումայրի արգելոցի տարածքում։ Այդ նախագծերը կաթվածի ինֆարկտի են հասցնում ներդրողներին, հյուրանոց սարքելու ցանկություն ունեցողներ կան, ռեստորան, էսկոմենկոմ։ Մինչև անցնում են այդ ացյանները, մարդիկ կներեք, մահանում են, նահատակվում են, զոհվում են։ Ու լիքը բան Գյումրիում չի կառուցվել Երևաններում արգելափակվելու պատճառով։ Այդ նախարարություններում նստած կորբյուզեներ կան։ Իրենք շատ վշտացած են իրենց ճակատագրից, որ կորբյուզեն հայտնի է դարձել Գաուդին, Զահահադիդն ու մնացածները։ Իրենք հայտնի չեն դարձել, սեփաներն այ մարդ նստած են իրանց կաբինետում, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության համապատասխան կաբինետում, խորացած են ինչ-որ էսքիզների մեջ, բերում են նախագծեր եւ իրանք սկսում են կներեք ինչ բառապաշար օգտագործեմ, թերություններ գտնել դրա մեջ, կեղտ գտնել, ինչ որ այս գույնը, այս շինանյութը, այս բանը եւ այլն, ու գնաց այդ տանողը առաջ կաշառքով էր։ Առաջ հյուրանոց սարքելու ցանկություն ունեցող մարդը ելնում էր նախագծով գնում էր այնտեղ քիթումերութ էին անում, ասում էր ախպեր,
Դու նախագծելուց հասկանում ես, կառուցապատողը գործարար է, ժիր ճարպիկ մարդ է։ Դու ասում են, հա, ախպեր արի փողը քեզ տանք, դու նախագծի, որ հետո օքեյ է տնես վրան, ղրգես առաջ կնանք սարքենք։ Գործը արագ շպրտպր իսկապես որակյալ բաներ այդ մարդիկ որտեղ այնտեղ տունը տանում գործն անում էին կամ գործի տեղ լավ ճանդամ հիմի կա շարք չկա արկելակները ավելացել են ելտուսուս քանակությամբ հա եւ այդ գործերը սողում են հիմի այս դեպքում գալով մեր այս պատշգամբին հարց ունեմ բայց այդ ո՞նց եղավ որ այս պատշգամբի դեպքում առանց նախագիծ առանց ժամանակացույց ինչ որ մի հիմնադրամ իրավունք ուներ այդ պատշգամբը քանդել վերացնել տեղից ու մադամադին չտալ այդ նպատակը այդ երկաթները տեղ կախելներ ու փողոցը փակելներ ու պատշգամբը քանդելը հա ուրիշ ինչ կար էդ էր հա էդ էր ընդամենը կրթության գիտության մշակույթի նախարարությունը կոവിഡ്ի մեջ է դեռ թե պատերազմ է դեռ սպասարկում ինչ է անում քաղաքաշինության կոմիտեն կոവിഡ്ով է ծանրաբեռ ինչով է ծանրաբեռնված որ այս հասարակ հարցին տեր չեք եղել Տատախազությունը պետք է քրեական գործառույթի 5 տարի քննի, որ կնակ վզերից բռնեք, ասեք ես առանց շին թույլտվության, առանց քանդելու թույլտվության չեք սարքել։ Գյումրու համայնքապետարան, ձեր ինչին է կներեք մեղայասու երեխեք արդեն քնած չեն կարելի ասել։ Ձեր ինչին է որ ձեր ժոլուբին է ընդհանրապես որ այդ վիճակն է, թե այդ հատվածը մշակույթ չէ, մշակութային կենտրոն չէ։ Մշակութային արժեք չէ, պետական հուշարձան է, ճայլմին է եղնի։ Մարսպետարան ձեր ժոլուբին է, գազիտարուբին է ձեր, ինչին է ընդհանրապես։ Չեք տեսնում, մի տարի եղավ, մի տարի, մյուս ամիս կեղնի մի տարի։ Ով պիտի սրա պատասխանը տա։ Մենք մեղավոր չենք, ոչ մեկը մեղավոր չի, ասում են խաչով կողացավը բկյադեք։ Հա։ Տատախազնել եկուց նայի, ասի այ մարդ Այսքան տարդուցավի մեջ դուք էլ ձեր բալգոնն էլ ամենատխուրն ասեմ ես անձամբ գիտեմ 3 հոգու իմ ընկերներից ծանոթներից մեծահարուստ մարդիկ են ովքեր շինարարության փորձ ունեն եկել առաջին անգամ տեսել են այդ բալգոնը ասել են Լևոն ինչքան փող պետք է մենք տվող ենք ազնիվ խոսք ինչքան փող է պետք այս հուշարձանը վերականգնելու համար ասում եմ ժողովուրդ ջան, մեր ձեռը չէ, ոչ Լևոնի ձեռն է, ոչ քաղաքապետարանի, ոչ ավականու։ Մշակույթի նախարարություն, քաղաքաշինության նախարարություն եւ այլն։ Չենք կարող։ Այս ամոթալի վերաբերմունքի համար ով պիտի պատասխան տա, պարոն Փաշինյան, ո՞նց անենք։ Կարող է հարկավոր այդտեղ ինչ-որ մի հատ եկեղեցի հարմարցնել, պատարակ մատուցել, ինչ անենք, Սաղմոսի բալգոն տնենք անունը, կակ Սաղմոս կարտակ, ինչ անենք, կամի ձև, չեմ դրամատիզացնում, ափսոս է, գիտեք էդ ինչի է նման, ոնց որ Երևանից կառավարական շենքը քանդվի հանվի, խորհրդանշական իմաստով էլի, ինչ կտուժի, Մայր Հայաստանը հանվի տեղից, Կասկադը հանվի Երևանից Չեք ասի այ մարդից ինչ եղավ էս կասկադը ուրա Հաղպատ գյուղից Հաղպատի վանքային համալիրը հերուտանից տեղից միամիտ կառուցապատողը կա առանցին թույլտվության քանդի վերականգնելու համար ու չվերականգնի Ինչ կանեք էլի Իջևանից բերեմ օրինակ Որտեղից բերեմ որ մի քիչ կսկծա էլի սրտներդ Ինչ ասեմ ինչ մեխանիզմ կա Ընտրություններից հետո վերջին ես որոշեցի, որ քաղաքը արժանի է իր իշխանությանը եւ քաղաքային խնդիրներին գրեթե չեմ անդրադարձել։ Հիմա այս թեման ես շոշափում եմ որպես համապետական նշանակության հարց։ Ինչու պիտի այս օրը գծվի Գյումրի քաղաքի գլխավոր հուշարձաններից մեկը։ Եթե փորձենք 10 գլխավոր տեսարժան վայր նշել Գյումրիում, զբոսավարները ինձ կհուշեն, էլի։ 7 վերքն է, ամենափրկիչն է, Սև Բերդն է, ճարտարապետական իհարկե, ոչ թե խոհանոցային, ոչ թե ոչ նյութական։ Իհարկե պատշգամբն է, Վարեմ Մարեմի բալգոնն է։ Ինչ անենք, հավաքվենք, փող տնենք առանձին մի տեղում դրա կրկնօրինակը սարքենք։ Այս ամոթալի պատմության պատասխանատուներ կան, թե չկան։ Թե
մեր բախտն է այդպեսին, էլի ինչ ասեմ։